Սիրելիներս, բրոկոլի, շատ առողջ արար, բայց ես ձեզ ասեմ, բրոկոլին խաշել պետք չի, մի անգամից մտցնում եք, տաք ջրի մեջ, մի քանի րոպե չէ, վայրկյան, եւ այնուհետև կտրատում կամ ուղղակի հենց դանակով եւ ավելացնում մի փոքր սոխ, մի փոքր կարելի է մառոլ, ինչու չէ նաև մի փոքր դդմի յուղ, կարելի է նաև նռան մի քանի հատիկ եւ անպայման կտավատի յուղ։ Կտավատի յուղը խառնելով դուք ունենում եք ձեր օրգանիզմի համար հրաշալի, անկեղծ եմ ասում, հակաուռուցքային եւ նաեւ շաքարը իջեցնող մի փոքր սիրելիներս սև բիբար, մի փոքր աղ, իհարկե քունջուտ մենք շատ ենք սիրում, յուրաքանչյուր անգամ քունջուտը խառնում ենք, ինչու չէ նաեւ սև սալորի ճիր ու տեսեք մեր աղցանը։ Սիրելիներս, յուրաքանչյուր տանտիկին, եթե ուզում է զարմացնի եւ իհարկե ջերմություն մտցնի իր ընտանիքում, պետք է, ես իհարկե քիչ պատրաստեցի, բայց տեսեք, պետք է կարողանա իր արված արվեստով, իսկ այդ արվեստը հենց խոհանոցն է, որ դու կարող ես մի փոքր իհարկե կարելի է լիմոն անել, լիմոնը ինչի համար, որովհետև քանի որ այստեղ մենք կտավատը պետք է իջեցնի նաև շաքարի տոկոսը արյան մեջ, լիմոնը նույնպես իջեցնում է, այս ամբողջ նուրը նույնպես, եթե նուրը իհարկե լինում է թթու նուր եւ ոչ թե այն քաղցր մեղրի նուրը։ Այս բոլորը անելուց հետո դուք իհարկե վերջում կանաչին եք ավելացնում, խառնում եք եւ կարող եք նստել ընտանիքի անդամների հետ հանգիստ, խաղաղ ուտել իմանալով, որ եւ ճնշում չի բարձրանա, եւ շաքար չի բարձրանա, եւ իհարկե, եթե խնդիր ունեք արդեն անպայման խոսեք ձեր բուժող բժշկի հետ, եթե չունեք բժիշկ, անպայման դիմեք մեզ, եւ եթե ունեք կտավատ որևիցե մի տեղից, որ կարող եք գնել մաքուր, ընտիր, անարագ եւ ամենակարևորը հիգիենան պահպանված, ապա կարող եք գնել։ Իսկ եթե ոչ կզանգահարեք մեր Աննային, որի հեռախոսն է 098 326 406 եւ ինքը հաճույքով ձեզ կտա իր ձեռքով քամված ձեր աչքի առաջ այս կտավատի յուղը։ Սիրելիներս, օգտագործեք այնինչ որ տալիս է բնությունը, եւ տնական, եւ մաքուր, եւ ընտիր ձեր ձեռքով պատրաստված եւ ամենակարևորը առողջացնող։ Սիրում եմ ձեզ։